Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների հարգարժան նախագահներ, հարգելի պատգամավորներ, գործընկերներ, ես մինչ զեկույցից անցնելը պարոն Թոմասյանը գնաց եւ պարոն Բաղրատյանի կանխարգելիչ հարցերին, քանի որ ոլորտային հարցեր եք քննարկում, ես ցանկացա մի քանի բաներ ներկայացնեմ։ Նախ ջրամբարների լցվածության հետ կապված հարգելի գործընկերներ նշեմ, որ այս տարի նախորդ տարվա համեմատ 5 խոշոր ջրամբարներում լցվածությունը գրեթե 100%-ով է, այսինքն Նախուրյան, Ազատի, Մարմարիկի եւ Աբարանի ջրամբարներում լցվածությունը 100%-ի հասնում, իսկ Կարպի լճում 91%-ի նախորդ տարվա հետ համեմատ Սևանա լճում այս պահին բացասական 6 սանտիմետրի տարբերություն ունենք, չնայած որ լցվածությունը բավականին արագ էր եւ վերջի 10 տարվա ընթացքում մենք նման արագ տեմպերով լցվածություն Սևանա լճում ենք ունեցել սկսած 2017 թվականից սկսած եւ հետեւաբար ուսումնասիրելով այս տվյալները կարող ենք պնդել, որ մինչեւ այս ամսվա վերջ արդեն Սևանի մակարդակը կհասնի նախորդ տարվա ցուցանիշին։ Եվ պարոն Բաղրատյան օդի որակի հետ կապված ընդհանուր մոնիտորինգի հետ կապված ավելի մանրամասն։ Եվ այսպես հարգելի գործընկերներ, ամփոփեմ 2025 թվականի ընթացքում պետական բյուջեի հատկացումների շրջանակներում Իրական միջավայրի նախարարության կողմից իրականացված աշխատանքները, որոնք բխել են կառավարության ծրագրով ամրագրված ոլորտի առաջնահերթություններից եւ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային մի շարք պարտավորություններից։ Նախարարության 2025 թվականի հաստատված բյուջեն կազմել է 14.5 միլիարդ դրամ, ներառելով 6 հիմնական ծրագիր եւ 33 միջոցառում, ճշտված բյուջեն կազմել է 16.2 միլիարդ դրամ։ Հաստատի ծախսը 2025 թվականին կազմել է 13.1 միլիարդ դրամ կամ 81%, այդ թվում պետական բյուջեից 12.2 միլիարդ եւ դրամաշնորհային միջոցներից մոտ 900 միլիոն դրամ։ Որոշակի ցածր կատարողականը տոկոսային արտահայտումով չի վերաբերում պետական բյուջեի հատկացումներին, այլ պայմանավորված է դրամաշնորհային միջոցների իրացման ձևաչափերի եւ կառավարման տարբերություններով։ 2024 թվականի համեմատ 2025 թվականին նախարարությանը հատկացվել է 5.1 միլիարդ դրամով ավելի գումար, իսկ 2025 թվականի ծախսերը 24 թվականի համեմատ ավել են 3.8 միլիարդ դրամով։ Համառոտ ներկայացնեմ 2025 թվականի պետական բյուջեի կատարողական ըստ հիմնական ծրագրերի։ Նախարարության ապարատի եւ ծրագրի իրականացման գրասենյակի պահպանության մասով հատկացվել է մոտ 1.4 միլիարդ դրամ, որը կատարվել է 98.7%-ով։ Նախարարության ներքո գործող 10 պոակների փաստացի ֆինանսավորումը պետական բյուջեից կազմել է շուրջ 3 միլիարդ դրամ, բացի այդ, Կովկասի բնության հիմնադրամի CNF-ի կողմից 4 բնության հատուկ պահպանվող տարածքներին 2025 թվականին հատկացվել է 220.6 միլիոն դրամ դրամաշնորհ։ Նշեմ, որ այս պահին ազգային ժողովում քննարկվող բնության հատուկ պահպանվող տարածքների օրենքով նաև հատուկ դրույթներ ենք սահմանել, որ այսուհետ տեղական ինքնակառավարման մարմիններ ունենան համայնքային նախարարության հետ համատեղ համայնքային վերահսկողության ներքո ԲՀՊՏ-ներ։ Ձեռնարկատիրական գործունեությունից մուտքերը կազմել են շուրջ 3.1 միլիարդ դրամ, որը 2024 թվականի համեմատ ավելի է 185 միլիոն դրամով կամ 6.5%-ով։ Կարևոր է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղում են ոչ միայն պետական բյուջեի հատկացումները, այլ ցերտ համագործակցելով միջազգային դոնոր կազմակերպությունների հետ, նախարարությունն իրականացնում է տարբեր բնապահպանական ծրագրեր, ներգրավելով զգալի ֆինանսական միջոցներ։ Որպես զարգացող երկիր եւ բազմակողմ բնապահպանական համաձայնագրերի պատասխանատու գործընկեր, Հայաստանը կարևորում է միջազգային բնապահպանական եւ կլիմայական ֆինանսավորման դերը գլոբալ պարտավորությունների իրականացման գործում։ Մենք ակտիվ համագործակցում ենք գլոբալ էկոլոգիական հիմնադրամի, ՋԵՖ-ի, կանաչ կլիմայի հիմնադրամի, GCF-ի եւ հարմարողականության հիմնադրամի հետ։ Միջազգային դոնորների աջակցությամբ ընթացքի մեջ են 35 ազգային եւ 4 տարածաշրջանային ծրագրեր, այդ թվում 5 ծրագիր հաստատվել է 2025 թվականի ընթացքում ընդհանուր 23.5 միլիոն ԱՄՆ դոլար բյուջեով։ Անդրադառնամ տարվա ընթացքում հիշատակման արժանի միջոցառումներին եւ ձեռքբերումներին։ Այսօր Հայաստանը գտնվում է կենսաբազմազանության մասին կոնվենցիայի պատմական փուլում, պատրաստվելով 2026 թվականին ընդունել COP17-ը եւ ստանձնել կոնվենցիայի նախագահությունը։ Այս առաքելությունը հնարավորություն է տալիս ոչ միայն հյուրընկալել համաշխարհային օրակարգի քննարկումները, այլև մինչև 2028 թվականը նպաստել կենսաբազմազանության գլոբալ քաղաքականությունների առաջ մղմանը։
Ամրապնդել ենք նաև մեր միջազգային դիրքավորումը, կազմակերպելով եւ մասնակցելով 20-ից ավել միջոցառումների, ինչպես նաև ակտիվ ներգրավություն ունենալով միջազգային բարձր մակարդակի հարթակներում, ինչպիսիք են օրինակ UNEP-ը, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան եւ այս տարի հանդիսանալով COP17-ի նախագահ երկիր հրավեր եմ ստացել եւ մասնակցել եմ մեծ յոթնյակի G7 շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը, ինչը բացառիկ հնարավորություն էր Հայաստանի համար ներգրավելու գլոբալ բնապահպանական օրակարգին։ Համաժողովին ընդառաջ մշակել ենք նաև Հայաստանի կենսաբազմազանության 2026-30 թվականների ազգային նպատակներն ու գործողությունների ծրագիրը լիովին համահունչ Կումնիկ-Մոնտրեալի գլոբալ շրջանակի։ Դեպ նշեմ, որ սա լինելու է COP17-ի կարևորագույն օրակարգերից մեկը։ Նագոյի արձանագրության վավերացմամբ Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը կենսաբազմազանության պահպանության եւ գենետիկական ռեսուրսների կայուն եւ արդար օգտագործման միջազգային օրակարգին եւ եւս մեկ անգամ ընդգծելով իր պատրաստակամությունը COP17-ի շրջանակում հանդես գալ որպես վստահելի եւ ակտիվ նախագահող երկիր անուն բնության եւ կայուն ապագայի։ Նշեմ, որ COP17-ի նախագահության զուգահեռ Նագոյի արձանագրությունները վավերացումից հետո նաև հաստատում ենք ստացել, որ մենք նույն միջոցառման շրջանակներում նաև նախագահելու ենք Նագոյի արձանագրության հանդիպման միջոցառումները։ Միաժամանակ Հայաստանը խորացնում է միջազգային համագործակցությունը, կնքելով մի շարք երկկողմ հուշագրեր եւ ստանալով աջակցություն գործընկեր պետություններից եւ միջազգային ֆինանսական կազմակերպություններից։ Անդրադառնամ ոլորտի այլ ռազմավարական եւ առաջնահերթ հարցեր։ Սևանա լճի էկոհամակարգի պահպանում եւ վերականգնում։ Լիճ թափվող կեղտաջրերի առաջնահերթ խնդիրը լուծելու նպատակով Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվել է լճի ջրահավաք ավազանում կեղտաջրերի մաքրման գործընթացի ուսումնասիրություն։ Մշակվել է գործողությունների փուլային ծրագիր, այն նախատեսում է կառուցել 42 կեղտաջրի կենսաբանական մաքրման նոր կայաններ, վերազինել 3 գործող կայանները եւ կառուցել շուրջ 1036 կիլոմետր ջրահեռացման ցանց, ընդհանուր ներդրումային արժեքը շուրջ 270 միլիոն ԱՄՆ դոլար։ Կառավարությունում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ակտիվ քննարկումներ ընթանում ծրագրի իրականացման շուրջ։ Սևանա լճում ձկան եւ խեցգետնի պաշարների հաշվառում միջոցառման համար հատկացվել է մոտ 25 միլիոն դրամ։ Գիտական ուսումնասիրությունների հիման վրա 2025 թվականին սահմանվել էր Սիգի արդյունագործական որսի 1123 տոննա չափականակ, ինչը 2024 թվականի համեմատ ավել է 436 տոննայով։ Հաստացի որսը կազմել է 1103 տոննա։ Բնօգտագործման վճարը շուրջ 72 միլիոն դրամ, որը մոտ 64%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ 2025 թվականի ապրիլին ընդունված հարկային օրենսգրքի փոփոխությամբ վերանայվել են կենտրոնական աշխարհի օբյեկտների բնօգտագործման վճարի դրույքաչափերը, այդ թվում Սիգի 1 կիլոգրամի համար սահմանելով 200 դրամ, հիշեցնեմ, որ նախկինում 60 դրամ էր։ Կենտրոնական ռեսուրսների օգտագործումից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվել է շուրջ 134 միլիոն դրամ, նախորդ տարվա համեմատ 24%-ով ավելի։ Սևանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամին հատկացվել է շուրջ 500 միլիոն դրամ, կատարողականը 100%։ 2025 թվականին լիճ է բաց թողնվել շուրջ 837 հազար մանրաձուկ, նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 390 հազար կամ 87%-ով ավելի։ Նշեմ, որ այս տարի Արտենիսկ բաց է թողնվել ավելի քան 120 հազար մանրաձուկ եւ մինչեւ տարեվերջ նախատեսում է Սևանա լիճ բաց թողնել 1 միլիոն մանրաձուկ։ Տարվա ընթացքում էական առաջընթաց է գրացվել Սևանի կողակի եւ կարմրախայտի պոպուլյացիաների վերականգնման ուղղությամբ, ձևավորվել է անհրաժեշտ քանակությամբ ծնողական կազմ, ներկայումս ակտիվ փուլում են գտնվում երկու տեսակների կնքիթի ստացման եւ մանրաձգման աճեցնելու գործընթացները, այս ծրագրերը իրականացում են առաջին անգամ։ Ջրային ռեսուրսների հատկապես արարության ավազանի պահպանումը նախարարության համար առաջնահերթություն է եւ այդ ուղղությամբ 2025 թվականին արձանագրել ենք էական առաջընթաց։ Արատի եւ Արմավիրի մարզերում ապօրինի շահագործվող ինքնաշատրվանող եւ բացասական մակարդակով 51 խորքային հորից լուծարվել եւ կոնսերվացվել են 33-ը, արդյունքում ապահովելով տարեկան 34.5 միլիոն խորանարդ մետր ջրի խնայողություն, աշխատանքների իրականացման համար ծախսը կազմել է 22 միլիոն դրամ։ Ավելի քան 930 միլիոն դրամի շրջանակներում իրականացվել են շուրջ 260 հեկտար անտառ վերականգնման եւ անտառ պատման աշխատանքներ, այդ թվում
170 հեկտար անտառ-տնկում, 90 հեկտար բնական վերաճի օժանդակում ցանքսի միջոցով, 1.7 միլիոն հատ փակ արմատային համակարգով տնկանյութի աճեցում։ Ինչպես նաև իրականացվել են 832 հեկտար նախորդ տարիներին տնկված անտառների լրացման աշխատանքներ։ Բացի այդ, տարբեր միջազգային ծրագրերով եւ այլ աղբյուրների ֆինանսավորմամբ 2025 թվականին իրականացվել են եւս 590 հեկտար անտառ վերականգնման եւ անտառպատման աշխատանքներ։ Ընդհանուր անտառ վերականգնման եւ անտառպատման աշխատանքների աճը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 422 հեկտարով։ 9000 հեկտար տարածքի վրա իրականացվել է ավիացիոն կենսաբանական պայքար, շուրջ 170 միլիոն դրամ պետական բյուջեից հատկացումների շրջանակներում։ Այս տարի աշխատանքներն արդեն մեկ։ Անտառամերձ բնակավայրերի թվով 19000 շահառուի սոցիալական աջակցության շրջանակներում տրամադրվել է ավելի քան 44000 խորանարդ մետր պահեստային թափուկ վառելապայթ։ Էկոպարեկային ծառայության մասով նշեմ, որ շարունակվում են մարզային ստորաբաժանումների համալրման, ենթակառուցվածքների եւ տեխնիկական հագեցման աշխատանքները։ 2025 թվականի պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 4 միլիարդ դրամ, որից 1.3 միլիարդ դրամ կապիտալ ծախսերն ուղղվել են Սյունիքի մարզային վարչության 3 տեղամասի վերանորոգման, կառավարման եւ տեխնիկական վերազինմանը։ Ձեռք է բերվել 22 տրանսպորտային միջոց, որոնք համալրված են նաև հատուկ կահավորանքով, տեխնիկական եւ հակահրդեհային միջոցներով։ Աշխատանքները կրում են շարունակական բնույթ, ներգրավելով նաև միջազգային աջակցությունը, այդ թվում KfW-ի գործընկերների կենսաբազմազանությունը եւ կայուն տեղական զարգացումը Հայաստանում 26 միլիոն եվրո արժողությամբ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։ Այս տարի նոր տրանսպորտային եւ տեխնիկական միջոցների ամբողջական հագեցվածությունը ապահովելով գործարկել ենք Տավուշի մարզի ստորաբաժանումների աշխատանքները, ավարտական փուլում են Կոտայք Գեղարքունիք մարզերի ստորաբաժանումների կազմավորման աշխատանքները։ Բնապահպանական ծրագրի իրականացում համայնքներում ծրագրի շրջանակներում 12 ազդագիր համայնքում բնապահպանական ծրագրի իրականացման համար հատկացվել է շուրջ 847 միլիոն դրամ բնապահպանական սուբվենցիա, որոնցից հիշատակման արժանի են Կապան քաղաքում Վաչական գետի հունի մաքրումը, հենապատերի կառուցումը, Քաջարան քաղաքում Գեղանուշ գետի հունի կարգավորման եւ կողային հենապատերի ամրացման, ոռոգման, ջրատարի անցկացման աշխատանքները, Երևանում Նուբարաշենի խճուղու հարևանությամբ անտառաշերտի հիմնման աշխատանքները ընդհանուր շուրջ 8.5 հեկտարի մասով։ Օդի որակի մոնիթորինգ 300 միլիոն դրամով ձեռք են բերվել մթնոլորտային օդի որակի 2 ավտոմատ ժամանակակից դիտակայաններ, որոնք տեղադրվել են Կենտրոն եւ Քանաքեռ Զեյթուն համայնքներում։ Դրանց միջոցով այսուհետ չափվելու են օդի հիմնական աղտոտիչները, ներառյալ փոշու մասնիկները։ Ստանալու ենք իրական ժամանակում, ինչպիսի հնարավորություն նախկինում չենք ունեցել։ Կիրականացվի ներկայումս մեծ տարածում ստացած օդի որակի սենսորային, այդ թվում շինարական հրապարակներում տեղադրված սարքավորումների ստուգա ճշտում։ Ի շարունակություն այս աշխատանքների Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ 2026 թվականին Երևանի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի դիտացանցը կհամալրվի եւս 3 ավտոմատ դիտակայաններով եւ ամբողջությամբ կապահովեն Երևան քաղաքի նվազագույն անհրաժեշտ ծածկույթը, այսինքն ընդհանուր առմամբ 5 կայաններ, որից մեկը պետք է լինի շարժական։ Եվրամիության հետ իրականացվող ծրագրի շրջանակներում նախատեսվում է մինչև 2028 թվականը ձեռք բերել եւս 2 դիտակայան։ Թվայնացման մասով նշեմ, որ նախարարության կարևոր ձեռքբերումներից է մատուցվող ծառայությունների շարունակական թվայնացումը։ Այսօր էլեկտրոնային եղանակով տրամադրվում է 24 ծառայություն, որի արդյունքում զգալիորեն կրճատվել է հանրությանը մատուցվող ծառայությունների վարչարությունը, ապահովելով ժամանակի եւ ռեսուրսի խնայողություն, ինչպես ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, այնպես էլ պետական համակարգի համար։ 2025 թվականի ընթացքում թվայնացվել են մատուցվող 12 ծառայություն, այդ թվում ջրօգտագործման թույլտվությունների,
ոլորտի վիճակագրական հաշվետվությունների տրամադրումը, վտանգավոր թափոնների արձանագրումը եւ այլն։ Թվայնացման աշխատանքները կառավարության առաջնահերթություններից են եւ նախարարությունում դրանք մեծ թափով ընթանում են։ Նշեմ, որ թվայնացման արդյունքում շատ աշխատանքներ իրականացվում են ինքնաշխատ եղանակով, այսինքն օրինակ ջրօգտագործման թույլտվությունների համար նախկինում եթե կազմակերպությունները կամ անհատները ստիպված էին վարձել հատուկ մասնագիտացված կազմակերպություններ, որոնք իրենց համար անում էին ջրօգտագործման հաշվարկներ, հիմա այդ գումարները ծախսելու կարիք չկա, ժամանակ եւ ռեսուրսներ ծախսելու կարիք չկա, ամբողջը համակարգը ինքնաշխատ եղանակով արդեն դիմատուների համար իրականացնում։ Թափոնների կառավարում Ստանձնած պարտավորությունների ներքո շարունակվում են աշխատանքները արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման ուղղությամբ։ Արդեն իսկ շրջանառվել է օրինագծերի փաթեթը, իրականացվել է խորացված կարգավորման ազդեցության գնահատում։ Համապատասխան օրենսդրական կարգավորումների ընդունման արդյունքում փուլային եղանակով կապահովեն թափոնների մի քանի տեսակների, պլաստիկի եւ ապակյա շշերի, փաթեթվածքի, էլեկտրոնային թափոնների, անվադողերի, կենցաղային մարտկոցների, օգտագործված յուղերի վերամշակման մեխանիզմները, նվազեցնելով վտանգավոր թափոնների քանակը աղբավայրերում։ Նշված ապրանք արտադրողները կամ ներմուծողները պատասխանատվություն են ստանձնելու դրա կյանքի ողջ ցիկլի համար, ապահովելով ապրանքի օգտագործումից գոյացող թափոնի հավաքումը եւ վերամշակումը։ Հիշեցնեմ, որ 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու առևտրի օբյեկտներում մանրածախ առևտուր իրականացնելիս պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների, ինչպես նաեւ մեկանգամյա օգտագործման պլաստիկ տարաների եւ սպասքի օտարումը կամ առկայությունը արգելող օրենքի կարգավորումները։ Նախարարությունը հաշվետու տարվա ընթացքում նաեւ ակտիվ իրականացրել է ոլորտի քաղաքականությունը մշակելու իր հիմնական գործառույթը, նախաձեռնելով եւ իրականացնելով 8 օրենքների, 68 կառավարության եւ 9 վարչապետի որոշումներ համապատասխան ընթացակարգերով ընդունելու գործընթացը եւ շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։